Այս ամբողջ շրջանի մեջ մեր հայացքը ուղեցինք դեպի խաչը եւ ամեն օր քայլելով եկանք եւ հասանք տերունական այսօրվա մեջ, հարության առավոտ, հարության լուսաբաց։ Մեր պատմության մեջ 8-րդ դարի հայ աստվածաբաններից մեկը Գրիգորիոս Արշարունին այսպես է ներկայացնում այս ողջ սպասման ընթացքը, ճամփորդության ընթացքը։ Եվ այսպիսով մեծ պահքի շաբաթները միմյանց պատվաստվելով ու միանալով ասես ճանապարհի երկայնքով ձգվող քաղաքներ հասնում են ավագ շաբաթին, որը թագավորական քաղաքն է եւ որի հիմնադիրն ու ճարտարապետն Աստված է։ Ամեն բան կատարվեց, ամեն բան վերջացած է, կոչեց Հիսուս խաչի վրա, թագավորությունը վերականգնված է, հոր Աստծո կամքը ամբողջությամբ կատարելապես իրականացվեց իր հնազանդությամբ։ Եվ հիմա այս թագավորության առաջին օրն է, լուսաբացն է, օրը սկսվում է, նոր սկիզբ է առնում, զարմանալի չէ, պարտեզում, ուր դրվեց Տեր Հիսուս Քրիստոսի մարմինը, Հիսուս աղոթեց պարտեզում, մինչ ձերբակալվելը, իր անմիջական աշակերտը մատնեց իրեն պարտեզում և նա խաչվեց ու թաղվեց պարտեզում։ Նայեցեք Հովհաննես ավետարանիչը ինչպես է նկարագրում այս հատվածը։ Եվ այն տեղը, ուր որ խաչվեց, մի պարտեզ կար։ Եվ այն պարտեզում մի նոր գերեզման, որ նրանում երբեք ոչ ոք չէր դրվել։ Եվ այնտեղ դրեցին Հիսուսին հրյաների ուրբաթի համար, որովհետև գերեզմանը մոտ էր։ Հովհաննու ավետարան 19-րդ գլուխ 41 համար։ Եվ հիմա նոր լուսաբաց, նոր սկիզբ եւ նոր օր սկսվում է այդ պարտեզում։ Եկեք լսենք Աստծո խոսքը։ Հովհաննու ավետարան 20-րդ գլուխ 11-րդ համարից պիտի կարդամ մինչ 18 համարները։ Լսեցեք Աստծո խոսքը։ Բայց Մարիամը դրսում գերեզմանի մոտ կանգնած լալիս էր։ Մինչ լաց էր լինում, ներս կռացավ դեպի գերեզմանը։ Եվ տեսավ երկու հրեշտակների սպիտակ զգեստներով նստած այնտեղ, որտեղ Հիսուսի մարմինն էր դրված, մեկը գլխի կողմում, մյուսը ոտքերի։ Եվ նրանք ասացին նրան. «Ով կին, ինչու ես լալիս»։ Նրանց ասաց. «Որովհետև իմ տիրոջը վերցրել են ու չգիտեմ, թե որտեղ են դրել նրան»։ Երբ այս ասաց, հետ շրջվեց ու տեսավ Հիսուսին կանգնած, սակայն չհասկացավ, որ Հիսուսն է։ Հիսուսն ասաց նրան. «Կին, ինչու ես լալիս, ում ես փնտրում»։ Իսկ նա, կարծելով, թե պարտիսպանն է, ասաց. «Տեր, եթե դու ես նրան վերցրել, ասա ինձ, որտեղ ես դրել նրան, որպեսզի վերցնեմ»։ Հիսուսն ասաց նրան. «Մարիամ»։ Նա շրջվեց ու եբրայերեն ասաց. «Ռաբունի», որ վարդապետ է նշանակում։ Հիսուսն ասաց նրան. «Ինձ մի մոտեցիր, քանի որ դեռ հորս մոտ չեմ բարձրացել, բայց դու իմ եղբայրների մոտ գնա ու ասա նրանց. ես իմ հոր եւ ձեր հոր մոտ եմ բարձրանում, իմ Աստծո եւ ձեր Աստծու մոտ»։ Մարիամ Մագդաղենացին եկավ եւ աշակերտներին պատմեց, որ ինքը տեսել է Տիրոջը եւ որ նա իրեն այս բաներն է ասել։ Ամեն Աստծո խոսքին։ Ավետարանիչը կարծես հատուկ կերպով շեշտադրում է, որ վերջին շաբաթվա այս բոլոր իրադարձությունները տեղի են ունենում պարտեզում եւ նշում է թափուր գերեզմանի վայրը, որ դարձյալ պարտեզում էր։ Եթե գարթակ 20-րդ գլխի առաջին 10 համարները, պիտի տեսնեք, որ Հիսուսի անմիջական աշակերտներից երկուսը, երբ որ լսում են լուրը, վազում են դեպի պարտեզ,
գալիս եւ կրանում եւ տեսնում այն վայրը, ուր դրվել էր Հիսուսի մարմինը, եւ ձեռնունայն իրենց մտքերը խառնված հեռանում են։ Մարիամ միայնակ է մնում այս պարտեզում եւ հետո իր երկխոսությունն է ունենում հրեշտակների հետ դարձյալ պարտեզում եւ իր կարծեցյալ իր համար անձանոտ պարտիսպանի հետ իր զրույցն է ունենում հենց պարտեզում։ Ինչպես ավետարանի սկզբում, այնպես էլ ամբողջ ավետարանի մեջ ավետարանիչը ներկայացնում է այն միակին, որի միջոցով ամեն բան Աստված արարումից հետո, անկումից հետո վերականգնեց։ Եվ այդ վերականգնումը դարձյալ տեղի ունեցավ պարտեզում։ Աստված առաջին պարտիսպանին, Ադամին, որ հողից էր, վստահեց իր պարտեզը, որպեսզի լավագույն ձևով հոգ տանի նրան։ Առաջին պարտիսպանը Ադամը ձախողեց, նա որ հողից էր հող դարձավ, իսկ պարտեզը վերածվեց անապատի, քանի որ կասկածեց Աստծո խոսքին ու անհնազանդ եղավ Աստծուն, հնազանդվելով օձին։ Երկրորդ պարտիսպանը փառավորած Տերը, որ երկնքից էր, մարդացավ ու հենց նույն անապատում սաստեց օձին, հնազանդելով Աստծուն, խոսքը կիրառելով, խոսքին վստահելով։ Առաջին պարտիսպանը Ադամը, որ ամեն օր առիթ ուներ զբոսնելու Աստծո հետ պարտեզում, հեռացվեց պարտեզից։ Երկրորդ պարտիսպանը, փառավորված Տերը, ստանձնեց պարտեզը կրկին իր նախկին տեսքին բերելու եւ վերականգնելու այն զբոսանքի սովորությունը, որ Աստված դրել էր Եդեմի պարտեզում։ Առաջին պարտիսպանը Ադամը ավելի լավ կյանքի ձգտումով, ավելի լավ կյանքի մղումով, ավելի լավ կյանքի մոլուցկով տարված, գիտեք ինչ արեց, անհնազանդություն գործեց Աստծո առաջ։ Եվ այդ ակնկալիքները, սպասումները իրեն տարան մահվան, հոգևոր մահվան եւ Աստծուց հեռացման։ Երկրորդ պարտիզմանը, փառավորված Տերը, գիտակցաբար գնաց դեպի մահ, հնազանդելով Աստծուն ու մեռավ պարտեզում մեր մեղքերի պատճառով։ Մենք Աստծո խոսքի մեջ կարդում ենք, որ Հիսուս բարի հովիվն է։ Եվ այս հատվածի մեջ տեսնում ենք, որ Հիսուս նաև բարի պարտիսպանն է, նա, որի միջոցով մեր վերականգնումը Աստծո հետ այդ պարտեզում ամբողջացավ։ Եվ որպես բարի պարտիսպան նա կտրեց իր մարմինը, նա թափեց իր արյունը եւ որպես պարարտանյութ խառնեց հողին, այն անապատ դարձած պարտեզին, որի մեջ ու որի միջոցով կյանքը նորից վերականգնվեց։ Առաջին պարտեզում մահը մտավ աշխարհ, երկրորդ պարտեզում կյանքը մտավ ու մեզ մահից դեպի կյանք վերականգնեց։ Առաջին պարտեզում մարդուն ասվեց, որ կարող է ուտել յուրաքանչյուր ծառից բացի մեկից։ Երկրորդ պարտեզում, Գեթսեմանում, Հիսուսին ասվեց, որ ուտի միայն մեկ ծառից։ Դառնության գավաթը Ադամի մեղքի պտուղն էր, որի հյութը Հիսուս խմեց մինչև վերջ։ Առաջին պարտիսպանը դու ես։ Անապատ դարձած պարտեզը քո պարտեզն է։ Քո կյանքը առանց Աստծո անապատի է վերածվել, որի ժամանակ ուրիշ ոչ մի փրկություն, ուրիշ ոչ մի օգնություն, ուրիշ ոչ մի վերականգնման փորձ կարելի չէ, պարտեզը անապատ է եւ վերջ։ Այն պարտեզը, որ մի ժամանակ գեղեցիկ էր եւ որի մեջ դու կանչված էիր ամեն օր Աստծո հետ զբոսնելու եւ զրուցելու, անապատ դարձավ, քաոսի վերածվեց մեղքի պատճառով։ Մարիամ պարտեզում էր,
բայց միայնակ։ Աշակերտները եկան պարտեզ եւ միայնակ հեռացան։ Դու կարող ես եկեղեցում լինել, դու կարող ես Աստծո խոսքին ծանոթ լինել, դու կարող ես քեզ քրիստոնյա անվանել, բայց դարձյալ միայնակ զգալ քեզ։ Եվ այդ միայնակության զգացումը կարելի չէ փոխել մարդկային ուժով, մարդկային գործոնով, մարդկային ջանքով ու եռանդով։ Մարիամ միայնակ էր պարտեզում, բայց նա նաև միայնակ էր իր կյանքի անապատ դարձած պարտեզում։ Իր բոլոր սպասումները Տեր Հիսուս Քրիստոսի մահվանից հետո կարծես հոդս էին ցնդել։ Իր բոլոր պատկերացումներն ու համոզումները մարմնի մեջ եղող Տեր Հիսուս Քրիստոսի մասին կանգ էին առել ու չքվել էին։ Եվ անորոշության մեջ պարտեզում այս ու այն կողմ վազելով Մարիամ փնտրում է Քրիստոսին։ Այսօր շատերը իրենց անապատ դարձած պարտեզում դատարկ գերեզմանի լուրը կարող են լսել, ուրախանալ, շտապել դեպի եկեղեցի, տոնախմբել, ուրախանալ, իրար ողջունել հարության ավետիսի լուրով, բայց երբ որ ամեն բան վերջանա, դարձյալ նորից միայնության մեջ վերադառնան իրենց տունը, այնպես էլ չհանդիպելով անապատը վերականգնող, անապատը քաոսից դեպի օազիս բերող Տիրոջը։ Առաջին պարտեզում, անկումից հետո Աստված փնտրեց Ադամին ասելով. «Ուր ես, ուր ես, Ադամ, ուր ես, մարդ»։ Երկրորդ պարտեզում փառավորված Տերը, բարի պարտիզպանը հարցրեց Մարիամին. «Ինչու ես լաց լինում, ում ես փնտրում, ում ես փնտրում, ուր ես փնտրում, ինչ ես փնտրում քո անապատում, վախեր ունես, ցավեր ունես, անհանգստություններ ունես, անորոշության մեջ ես, ապագան խոստումնալից չէ, ուրեմն եզրակացություն, քո պարտեզդ անապատ է, անապատի մեջ այս ու այն կողմ վազելով չես կարող ոչինչ փոխել, ավելի վատ չի կարող լինել, պարտեզը մնացել է առանց պարտիզպանի և վտանգված է, պարտեզը մնացել է առանց պարտիզպանի և չորանում է, չորացել է, անապատի է վերածվել։ Երկրոցի մեջ մի շատ իմաստալից խոսք կա։ Փոքրիկ աղվեսները մտել և ավիրել են պարտեզը։ Փոքրիկ աղվեսները, որ անտեսանելի են, աննկատ են, որ նայելով կմտածես ինչ կարող է անել, բայց մտնում և ավիրում են պարտեզը։ Մեր կյանքում ծածուկ մեղքերը, անտեսանելի մեղքերը, մեզ համար կարելի համարված մեղքերը մտնում են մեր կյանքից ներս և մեր պարտեզը վերածում անապատի։ Առանց Աստծո կարելի չէ վերականգնել սա, առանց Աստծո կարելի չէ վերականգնում ունենալ։ Ում ես փնտրում։ Երկու անգամ այս հարցը ուղղվում է Մարիամին։ Ում ես փնտրում։ Եթե տագավին, շարունակաբար փորձում ես երկրային Հիսուսին փնտրել և քո սպասումներդ, ակնկալիքներդ, քո փնտրած Աստծուն քեզ մոտ պահել, ծախողելու ես։ Ծախողելու ես։ Ում ես փնտրում, ինչ ես փնտրում, որտեղ ես փնտրում։ Գերեզմանը դատարկ է, նա կենդանի է, պարտեզի տերն է, թագավորն է, պարտիզպան թագավորը, մեր կյանքի պարտիզպանը։ Այսօր այս թագավորության առաջին օրն է։ Աստված Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով վերականգնեց, վերահաստատեց և հիմքերը ամուր դրեց իր թագավորության, որը այլևս երբեք չի սասանվելու։ Այսօր այս թագավորության առաջին օրն է և այն սկսվում է այստեղ,
Սա նոր սկիզբ է, եւ այն սկիզբ է առնում պարտեզում։ Եվ առաջին թագավորության մեջ, վերականգնված թագավորության մեջ, դարձյալ հարցում է հնչում, ինչպես որ Եդեմի պարտեզում, կործանումից հետո, անկումից հետո, ուր ես Ադամ։ Այսօր այդ հարցումը վերականգնված թագավորության մեջ հնչում է այսպես. ում ես փնտրում, ուր ես փնտրում, ինչ ես փնտրում։ Ինչպես Մարիամին, մեր Տերը նաև այսօր քեզ է դիմում, քո անունով։ Ուշադրություն դարձրեք, Մարիամ պտտում էր այգում և փնտրում էր իր համոզումների Տիրոջը, իր հավատացած Տիրոջը, իր պատկերացրած Տիրոջը։ Եվ այդ համոզումները, պատկերացումներն ու սպասումները փակեցին իր աչքերը, որ չտեսնի Տերերի Տիրոջը և կարծեց, որ պարտիսպանն է։ Բայց այս փորձառությունը այսօր մեզ համար նոր դուռ է բացում։ Մինչև որ Տերը անունով չկանչեց Մարիամին, Մարիամ չտեսավ, Մարիամ չհասկացավ, Մարիամ չհավատաց։ Դու կարող ես քեզ հավատացյալ կարծել, դու կարող ես քեզ Քրիստոսի հետևորդ կարծել, բայց եթե Տերը քեզ քո անունով չի կանչել, եթե Տերը քեզ քո անունով չի բարձրացրել, դու մնացել ես քո համոզումների և քո հարցադրումների մեջ։ Ինչպես Մարիամին, նա քեզ է դիմում այսօր քո անունով, որն է քո պատասխանը։ Մարիամը բացականչեց. «Ռաբունի, վարդապետ», դու տակավին ինչ ես կանչում, պարտիսպան, Տեր, ինչ ես փնտրում, ուր ես փնտրում, որն է քո հավատքի պատասխանը, փրկարար հավատքի պատասխանը։ Այս ավետարանը ամբողջանում է մեկ կարևոր հայտարարությամբ ու նախադասությամբ։ Աշխարհի վրա ոչ մի թուղթ և ոչ մի թանակ չպիտի բավականացներ, որպեսզի գրվեին Հիսուսի արածները, Հիսուսի խոսածները, Հիսուսի կատարածները, բայց այս ամենը գրվեց մեկ նպատակի համար։ Հիսուսն իր աշակերտների առաջ ուրիշ շատ նշաններ էլ գործեց, որոնք այս գրքում գրված չեն, բայց սրանք գրվեցին, որպեսզի հավատաք, որ Հիսուսն է Քրիստոսը, Աստծո Որդին, և որպեսզի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանք ունենաք։ Մեր մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը Զատկի տոնի առիթով մի փոքր գրություն ունի, վիպակ, որ ժողովրդի, հայ ժողովրդի մոլորված վիճակն է ցույց տալիս, թե Զատկի տոնի ամբողջ այդ թոհուբոհի մեջ, պատրաստության և ընթացքի մեջ, ինչպես են մարդիկ վարվում ու վերաբերվում իրար հետ, ինչպես են մարդիկ կորցնում իմաստն ու նշանակությունը, գնացեք և կարդացեք այդ փոքրիկ գրությունը, բայց այդ վիպակը ավարտվում է հետևյալ խոսքերով. իսկ Քրիստոսը, ով գիտի, քանի մարդկանց սրտում է հարություն առել, անշուշտ շատ քիչ մարդկանց սրտում, և ով գիտի որտեղ են նրանք, ինչ անկյունում, ինչ զգեստի տակ, ով էլ որ լինեն, ուր էլ որ լինեն, այնտեղ օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Պարտիսպանի այս հարցին քո պատասխանը ավելի կարևոր է, քան քեզ ուզող մնացած հարցերն ու պատասխանները, որ քո գլխում են հիմա։ Պարտիսպանի այս հարցին քո պատասխանը ավելի կարևոր է, քան այն հարցումները, որ դու ունես այս կյանքում, որ բարձրացնում ես առաստված և այս առաստաղից էլ նույնիսկ վերև չի գնում, որովհետև առաջնահերթ հարցեր կան կյանքում, որի պատասխանը պիտի այսօր ինքդ կարողանաս տալ։ Հարության այս առավոտ մենք իրար ողջունում ենք Քրիստոս հարյավի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի, բայց այդ ողջույնը արդյոք մեր կյանքից ներս պետք եղած փոփոխությունը, ազդեցությունը, ներգործությունը բերում է թե ոչ։ Ունենք այդ համոզումը, հավատքը,
փրկարար հավատքը, որով կարող ենք ողջունել իրար սրտից սիրտ, հոգուց հոգի, ամբողջական համոզումով ու ճանաչողությամբ, Աստված ճանաչողությամբ։ Հարության այս առավոտ փոխանակ միմյանց ողջունելու, մեզ այս խիստ ողջունելի, մեզ համար ընդունված ձևը, եկեք միմյանց նաև հարցնենք այսօր։ Քրիստոս հարյավի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի, ում ես փնտրում, ուր ես փնտրում, ինչ ես փնտրում։ Եվ թող Աստված ամեն մեկիս այս հարցի պատասխանը տա իր խոսքի մեջ, իր հոգու միջոցով, այսօր թագավորության առաջին օրվա մեջ, իր թագավորության օրվա մեջ, ամեն։ Եկեք ոտքի գանգնենք սիրելիներ, և մի պահ մեր լուր աղոթքը բերենք Աստծո առաջ։ Ամեն մեկս մեր անձերի համար, ամեն մեկս մեր լուր խոկման մեջ, մեր սրտի խորքից ելնող աղոթքի մեջ, գանք Աստծո առաջ, և իր այս հարցումի պատասխանը ամեն մեկս տանք մեր կյանքի համար։ Ում ես փնտրում, ինչ ես փնտրում այս կյանքում, ինչ ես փնտրում այս օրերի մեջ, վաղվա համար, թող Աստված առաջնորդի ամեն մեկիս։ Մեր Տեր ու մեր Աստված, թող մասի նման խոնարհվում ենք քո ոտքերի առջև և աղաղակում իմ Տեր ու իմ Աստված։ Շնորհք արա, որ այս աղոթքը դառնա մեր կյանքի երգը, ընթացքը, ուղենիշը, մեր կյանքի բանաձևը, ժամանակացույցը, որի մեջ մեզ տվել ես, որ ապրենք այս երկրի վրա, որպեսզի միշտ մեր հայացքը պահենք դեպի քեզ ու մեր աղաղակը պահենք դեպի քեզ։ Քեզանից կառչած, քո ձեռքը բռնած, կարողանանք ապրել այս կյանքը, քանի որ այս կյանքը պարգև է քեզանից, քեզանով և միմիայն քեզ համար։ Շնորհք արա Տեր, որ ամեն մեկս, որ այստեղ ենք, ամեն մեկս, որ այսօր լսում ենք հարության ավետիսը, նաև մեր սիրտը, կարծրացած սիրտը, սառած ու պաղած սիրտը քո առջև հանգչի, հալվի և քո մեջ գտնենք մեր բոլոր հարցերի պատասխանը։ Ով Աստված, քո որդու Տեր Հիսուս Քրիստոսի հարության լույսը ծագեցրու մեր խավարի մեջ և լուսավորիր մեզ և դարձրու քեզ զավակ, որդեգիր զավակ, Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։